Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք մարտի 26-ի լուսնի միացումների մասին։ Լուսինը ունի այդ օրը 3 շատ լավ միացումներ, լարված միացումներ բացարձակապես չունի, բայց նախորդ օրը կան, այսօր իհարկե, կան բավականին լարված միացումներ և դեռ այդ լարված միացումները կպահպանվեն հաջորդ օրը, առավոտյան, բայց հետո արդեն լինում է լավ միացումներ և դա փակում է։ Առաջին լավ միացումը դա տեղի կունենա ցերեկը ժամը 12:00-ից մինչև 19:00, հաջորդը տեղի կունենա 19:00-ից մինչև կեսգիշերն անց 01:00, իսկ հաջորդը դա արդեն ավելի ուշ է, սկսվում է գիշերը ժամը 4:00-ից մինչև մյուս օրը արդեն ամսի 27-ը առավոտյան ժամը 09:00։ Եվ ինչպես հասկացաք, մինչև ժամը 12-ը չի կարելի ոչինչ անել, որովհետև դեռ պահպանվում է լարված միացումը, և երբ որ սկսվում է լավ միացումը, այդ ժամանակ նոր կկարողանաք ինչ-որ գործեր անել։ Դեռ կարող է լարվածություն լինել, միգուցե հարևանների, միգուցե աշխատակիցների և այլն, այնտեղ շատ բաներ կան և շատ կարևոր գործեր պետք չի անել։ Իսկ արդեն լավ միացումների ժամանակ յուրաքանչյուր բան կարող եք անել և հաջորդ օրը արդեն որ պետք է լիներ առավոտյան, հնարավոր է առավոտյան շատ շուտ լավ լուրեր լսեք, շատ լավ շփումներ լինեն ձեր ընկերների հետ, ձեր աշխատակիցների հետ, նաև տանը հարաբերություններում։ Իսկ ցերեկը ձեր կատարած գործերը իհարկե կզարգանան և միգուցե շատ արագ զարգանան, նաև ավելի մեծ լայն տարածում ունենա, քան դուք պատկերացնում եք և դա իշահ ձեզ։ Կախված է թե ինչ եք անելու, իհարկե, ինչպես որ ասում են, եթե գործ եք սկսում, ապա այդ աշխատանքը, այդ գործը ինքը բավականին կշատանա, կլայնանա, կմեծանա, այնպես որ յուրաքանչյուր բան այդ օրը կարող եք անել։ Կարող եք սկսել նոր բիզնես, յուրաքանչյուր տեղ մասնակցել և այլն, չմանրանամ, երբ որ լավ միացում է լինում, այսպես թե այնպես մարդիկ յուրաքանչյուր բան կարող են անել։ Դա այստեղ քաղաքական գործիչները կարող են օգտագործել այս ժամանակը իրենց օգտին, եթե իհարկե իրենց որևիցե աստղաբանը խորհուրդ տալիս, ապա այն հստակորեն կօգտագործեն, եթե իհարկե գիտեն այս մասին, կկարողանան օգտագործել, որովհետև այստեղ մարդկանց թիվը կարող է աճել իրենց հետևից գնացող։ Դա կախված է այն մարդկանցից, ովքեր որ նոր են ուզում մտնել քաղաքական դաշտ, իսկ այն մարդիկ, ովքեր որ քաղաքական դաշտում են և միևնույնն է սեր չեն տածում, արդեն այստեղ ուրիշ ձևերով կարելի է նաև կարող են նաև մարդկանց իրենց հետևից տանել։ Ընտանիքում կտիրի խաղաղություն, ախորժակը կարող է մի փոքր ավելանալ, որ սկսեք ավելի շատ ուտել, դրա համար պետք է ուշադրություն դարձնել, որովհետև այստեղ կարող է նաև գիրանաք, այդ երկու կտոր ինչ-որ մի բանը ձեզ բերի բավականին գիրացման։ Իսկ արդեն օրվա երկրորդ կեսից սկսած բավականին աշխույժ կլինեք, կկարողանաք յուրաքանչյուր աշխատանք անել, նաև բեղմնավորում ևս հավանականությունը շատ է մեծանում, եթե հատկապես այդ ժամերին տանն եք և կկարողանաք թուլանալ, սա տեղի ունենում իհարկե գիշերը, այստեղ 19:00-ից մինչև կեսգիշեր 01-ը, ովքեր որ ցանկանում են հղիանալ, ապա շատ լավ ժամանակ է ձեզ համար։ Միայն պետք չի տրամադրվել, որ արդյոք կհղիանաք, թե ոչ։ Տղամարդիկ ավելի վճռական կլինեն, ավելի համարձակ կլինեն, կանայք ավելի կրքոտ կլինեն, իհարկե կհարմարվեն յուրաքանչյուր հարցին, ևս էլի ախորժակը կարող է մեծանալ և երեկոյան սկսեք ավելի շատ ուտել, բայց այս պահին երեկոյան արդեն այդ ձեր կերածը չի վերածվի ճարպի, այնպես որ հանգիստ կարող եք ուտել։ Կարող եք սկսել վերանորոգման աշխատանքներ, դա երեկոյան ինչ-որ մի բան եթե փչացել է, կարող եք վերանորոգել, սարքել, խնդիրները լուծել, տունը կարգի բերել, տունը կահավորել կամ վերակահավորել, այսինքն ինչ-որ ապրանքներ այս ու այն կողմ տանեք։ Բացի դա կարծես թե լինում է 9-րդ լուսնային օրը, իսկ 9-րդ լուսնային օրը բավականին հեշտ է մարդկանց գայթակղելը, կարող եք լսել, նաև ինձ թվում է լսել եք, ես չեմ լսել, բայց կարծես թե 9-րդ լուսնային օրն է սկսում, այնպես որ պետք է շատ ուշադիր լինել, այդ օրը կարող են նաև ձեզ մոլորեցնել, ես միշտ եմ ասում,
այդ օրը, որ համարվում են նեռի օրեր, այդ օրերը մարդկանց բավականին շատ են շփոթեցնում, հատկապես այն մարդիկ, ովքեր գաղափար ունեն կամ ում որ դրդում են, ում որ տեղեկացնում են նման օրերի մասին, որ դու կարող ես օրինակ այսպիսի ինչ-որ բաներ անել։ Այդ օրը շատ հեշտ է եւ մոգություն անել, եւ սա անել, եւ նա անել, ինչ-որ վտանգավոր բաներ անել, մարդկանց իրենց կողմը քաշելու համար։ Եվ իհարկե այսօր որպես տոնական օր նշեմ, ինքը համարվում է էպիլեպսիայի օր, նաև մանուշակագույնի օր, միգուցե կրեք, նաև միելոմայի դեմ պայքարի միջազգային օր, մենակության օր, նաև անկախության օր, բայց դա Բանգլադեշում է, այդ անկախության օրը իրենց համար է, նաև այստեղ երկար ապրելու եւ բարգավաճելու օր նույնպես։ Եվ այսօր դուք կարող եք ստեղծել ձեր իսկ սեփական տոնական օր որպես։ Նաև իդեպ համարվում է սպանախի օր։ Եվ իհարկե, քանի որ լուսինը գտնվում է խեցգետնի մեջ, ապա խեցգետնի գույնը դա կանաչն է, եւ կանաչը կարող եք օգտագործել կրծքավանդակի համար, նաև այսօր համարվում էր եւս սպանախի օր, դուք կարող եք դա եւս օգտագործել, եւ դա նյարդային համակարգը եւս կամրապնդի։ Եվ կարող եք նաև վիտամին B շատ օգտագործել, դա եւս կաջակցի ձեր մարմնին օգուտ կտա ձեզ, հատկապես կրծքավանդակին։ Այսքանը սիրելիներս, ձեզ լավ օր եմ մաղթում։